Պարոն Կարապետյան, այսօր հայտարարվեց ապրելու երկիր կուսակցության հետ, համագործակցության մշակվի մասին, կան ուժեր, որոնց հետ այսպես քննարկումներ են գնում, ինչ-որ համագործակցություն։ Այո, կան ուժեր, որոնց հետ քննարկումներ են գնում, որոնց մասին քննարկումների ավարտին հանրությանը մենք կտեղեկացնենք, բայց իհարկե հասարակական եւ քաղաքական ուժեր կան, որոնք հետաքրքրված են։ Պարոն Կարապետյան, դուք ձեր գրասենյակների աշխատակիցների համար հագուստ, շալվար, կոշիկ ինչ-որ բաներ գնում եք, թե ոչ։ Դրա կարիքը չեմ կարծում, որ կա։ Պարզապես ձայնագրությունը, որ վերագրվում է ձեր ուժին, նշվում է, որ սպարտիվ կեկով են եկել, ես մեջ բերում եմ, դրա համար ասում էին պատշաճ թողներ կանան, դա ինչ խոսակցություններ կա նման բան ձեր մոտ, թե ոչ։ Քանի որ կոնտեքստը չեմ հասկանում, չեմ հասկացել ընդհանրապես ինչի մասին են խոսում իրենց հրապարակումների մեջ, այդ իսկ պատճառով չեմ կարող ճիշտ ստույգ տեղեկություն տալ, բայց մի բան պարզ է, որ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ինչ-որ ձև անուն կպցնի մարդկանց մոտ, ինչ-որ ձև փորձի արատավորել ընդդիմադիրների ազնիվ պայքարը։ Իրենք մարդկանց կալանավորում են, իրանց մարդկանց տները մտնում են ամբողջությամբ ոտնատակ են տալիս, մարդկանց իրավունքները ժամերով փաստաբան փորձում են չթողել մարդկանց մոտ, ուրիշներին անուն են դնում, դա միշտ ոչ ժողովրդավար իշխանություններին հատուկ գործելավոր է, որը ցավոք սկսել է որդեգրել մեր հայկական այսօր կեղծ են այդ ձայնագրությունները։ Ես կարծում եմ, որ Հայաստանում, եթե դա բոլորին ձայնագրեն, շատ մարդկանց երևի հնարավոր է, որ տարվա ընթացքում ամեն մեկը մի տհաճ խոսա։ Պարոն Կարապետյան, եթե Փաշինյանը ընդդիմադիր հայացքներից վերածվեց կոռումպացված իշխանությունից, եթե դուք այդ իշխանության երևույթները ո՞նց եք բացառելու, կոստյումը ո՞նց եք հարցրելու։ Ճիշտ եք ասում, հիմնականում բոլոր իշխանությունները, բոլոր ընդդիմադիրները մինչև ընդդիմադիր իշխանության գալը տեսնում են այն առաջնահերթությունը, ժողովրդավարության առաջնահերթությունը, հենց իշխանության են գալիս, մոռանում են այդ մասին, հագնում են իրենց նախորդների կոստյումը կամ իրենց համար նոր կոստյում են կարում, իշխանական կոստյում, սա հավաքական կերպար որպես եւ փորձում են այդպես երկիրը կառավարել ունենալով վատ վարկանիշ։ Այդ նույն ճանապարհով փորձում է գնալ այսօրվա իշխանությունը, սակայն չեմ կարծում, որ ժամանակները այդպիսին են։ Պարոն Կարապետյան, եթե նախաքննությունը Երևանում Լուսավոր Հայաստան կուսակցության հայազգային կոնգրեսի հետ ամեն դեպքում քննարկումների մասին, թե ձեր ուժից էին հայտարարել, թե իրենք էին ակնարկում, որ որոշակի քննարկումներ կան, բայց ստեյցիան չստացվեց որևէ համագործակցություն, իրենք ասում են հարցի հասցեատերը դուք եք, այսինքն ձեր ուժը ինչու չստացվեց եւ ինչ սկզբունքային տարաձայնություններ ունենք։ Պետք է մենք ունենանք այնպիսի ուժերի հետ դաշինք, այնպիսի ուժերի հետ համագործակցություն, որոնք պատասխանատվություն չեն կրում այսքան ժամանակ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Որևէ պատասխանատվություն նոր ուժերի հետ։ Այսինքն Լուսավորն ու ՀԱԿ-ը կրում են պատասխանատվությունը։ Իմ կարծիքով կուսակցությունները, որոնք նոր են, ավելի մենք ազատ կլինենք, ժողովուրդը տեսել է արդեն բոլոր ուժերի ներկայացուցիչներին իշխանության ղեկին։ Եվ լավ, վատ, հրաշալի ղեկավարներ ինչ որ ոլորտներում ունեցել ենք, վատ ղեկավարներ, բայց մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք է նոր ուժերին հնարավորություն տրվի, փոփոխություն արվի, նոր կադրերով, որ հնարավորություն ունենանք ինչ որ Դուք ամեն դեպքում այդ ուժերին պատասխանատու համարում եք նախկինում տեղի ունեցած, կոնկրետ կարող եք ասել ինչերի համար, պարոն Կարապետյան, որ ավելի հասկանալի։ Որ ուժերին կներեք։ Լուսավոր Հայաստանը, Ես ընդհանուր տրամադրվածության եւ հայացքների կոմպլեքսը ձեզ ներկայացրեցի, թե ինչու ենք մենք գնում նոր ուժերի հետ, որոնք երբեք իշխանության չեն եղել, նոր ուժերի հետ համագործակցության։ Դա էր պատճառը, իսկ մեր ընդդիմադիր գործընկերներին որակում տալը ընդհանուր ընդդիմադիր պայքարին ոչ մի օգուտ չի տալու, մենք որակում որևէ չենք ուզում տանք, մենք բոլոր ընդդիմադիր մեր գործընկերներին հարգում ենք, հասկանում ենք, թե ինչքան բարդ է ընդդիմադիր լինել Հայաստանում, այն Հայաստանում, որը կառավարում է շատ անհավասարակշիռ կառավարման համակարգով,
բայց չի ուզենա իրենց մասին ինչ որ բան ասել, բացի գովեստի խոսքերից, միայն կուզենամ ասել, որ մենք ուղղակի մեր տեսլականը նոր ուժն է։ Կարապետյան ինչպես էր գնահատում ընտրություններին հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի սկսած այդ քարոզարշավը, հա, համերգներով, վարչաբենդով, իր Ես խնդիր չեմ տեսնում ինչպեսի կարոզարշավ ուզում են, թող անցկացնեն, իրենց իրավունքն է, նաև ինձ թվում է բոլոր ուժերն էլ պետք է նույն կարոզարշավը անեն, որևէ խնդիր շանսերը մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ մեր հասարակությունը իհարկե մեր շանսերը եւ իշխանության շանսերը շատ մոտ են իրար, բայց մենք ամեն ամիս, ամեն նոր ամիս տեսնում ենք մեր ուժի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն բոլոր հարցումներով եւ այդ իսկ պատճառով դա է հիմք մեզ տալիս տեսնելու, որ ապագա երկրի առաջնորդությունը լինելու է նոր փոփոխություն է մեզ լինելու երկրում։ Դա է, որովհետեւ երկրի բնակչության մեր ազգի 70% ուզում է փոփոխություն, իշխանության ամբողջ պոտենցիալը մենք տեսել ենք 8 տարում ինչ են արել, տեսել ենք ինչ չեն արել, ինչն են տակ վերցրել պատրաստի եւ հանձնել հակառակորդին։ Ամեն ինչը տեսել ենք եւ դա բերել է նրան, որ մեր հասարակության նշանակալի մասը ունի խորը Կարապետյան մեծ մասը այսօր հանրության այդ ձեր նշած 70%-ի մոտ 40%-ը կամ չի ցանկանում մասնակցել ընտրություններին, կամ էլ չի տեսնում այլ ընտրանքային ուժ, ասում եք, չգիտեմ, գնամ ում եմ քվեարկելու։ Այդ զանգվածի հետ այդ աշխատանքը ոնց եք պատկերացնում, ոնց եք ընտրատեղամաս բերել։ Այսօր ես աշտարակում եի, մարդկանց նշանակալի մասը մոտարպես ձեր ասած 10 հոգուց 3 հոգին քայլում էինք եւ մենք 3-4 հոգով քայլում էինք եւ իրազեկման ակցիա էինք անում։ Գրեթե ձեր ասածն է, տեսնում էինք, որ նշանակալի մասը ընդդիմադիրայացների տեր է, 10-ից 7 ընդդիմադիրայացների տեր է, սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որովհետեւ մի անգամ հավատացել է Փաշինյանին, հավատը կորցրել է եւ մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են, բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք։ Մենք նոր ենք մտել քաղաքականություն, 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք։ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է։ Մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան, որ մենք ասենք, Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի։ Ինչպես գիտեք, Հայաստանի համար բազմաթիվ բարեգործական ակցիաների մասնակից է Հայաստան համահայկական հիմնադրամի, ինձ թվում է ամենամեծ, հայտնի է որ ամենամեծ դոնորն է, այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 50-ից ավել միլիոն դոլարի ներդրումները իր մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք, Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին, հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տա։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ 22% աղքատություն կա, ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով 15 միլիոն դոլար կա արդյոք ուրիշ հայ Հայաստանում ով նվիրատվությունները այսօր մենք ունենք բարեգործության արգել փուլում չէ, բարձր, ինչ այսօր։ Տեսեք, մենք ունենք բժշկական պրոյեկտներ, մարդկանց առողջությունը վերականգնելու, բայց քանի որ կա բարեգործության արգել, մարդկանց չեն կարողանում։ Ինչ այս նախընտրական շրջանը, օրինակ, երբ որ պարոն Կարապետյանը Մայրաթորի բակից հայտարարություն արեց, դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետությանը բարեգործական։ Մենք վերջի տարիներին շարունակել ենք, իհարկե, դուք գիտեք, որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք, հիմա կարող եմ նաև նշել, որ մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունենք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել մեր երկրում։ Այս բանին չենք շարունակում, կներեք, որ վաղը չասեն բան։ Այս բանին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության
արկել, բայց գիտեք որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյան եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը։ Դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Կարապետյան եւ ասում եք նոր ուժեր, թարմ ուժերի հետ ենք համագործակցում, բայց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ցուցակին ասում է ՀՀԿ-ի պատկերն է, ընդ որում այդ ցուցակում եւ Սերժ Սարգսյանի շրջապատից մարդիկ կան եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցներն են, ինչպես կմեկնաբանեք սա։ Մենք մեկնաբանել ենք մի անգամ մարդիկ կան, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք ունենք գրեթե նույն չափ մարդ, ովքեր աշխատել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Իհարկե իրենք ինձ խնդրել են, ասել են, խնդրում եմ մեզ ԿՊԱ-կան մի ասեք, որովհետև դա իրենց համար արժեհամակարգային ինչ որ տարբերություն է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատել են։ Մենք տարբերություն չենք դնելու կուսակցական։ Դա սխալ ճանապարհ է 3 միլիոնանոց հայաստանցիներին, հայ ազգին, 10 միլիոնանոց հայ ազգին, 3 միլիոնանոց հայաստանցիներին ոնց կարելի է տարանջատել, ասել դու, չգիտեմ, 15 տարի առաջ ինչ որ քո բարեկամը եղել է այս կուսակցության անդամ։ Չի կարելի։ Պրոֆեսիոնալիզմ մաքուր ձեռքեր, քաղաքական ճանապարհ եկեք նայենք։ Մենք ունենք, ում ճանապարհը հրաշալի ճանապարհ չէ։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց գաղափարի համար 2-3 տարի բանտեր անցան, բայց արժանի չէին դրան։ Մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր ճանապարհներ են անցել, իրենց անվան համար մեծ զրկանքներ են կրել։ Ինչպես կարելի է մարդկանց անվանակել, դա իրենց քաղաքականությունն է, բոլորին ինչ-որ վատ անուններ են դնում։ Բայց տեսեք ինչ պոտենցիալ կա, ուժեղ մարդը այն մարդն է, որ դրական բանն է տեսնում իր հայրենակիցների մեջ, որ իրար մանգանք իմ հետ էլ կապված էլ, բոլորի հետ կապված էլ, ինչ որ բան կգտնենք ամենքից վրա, բայց բացասական բան ասեմ եւ իմ հարցը տամ պարոն Կարապետյան, վերջապես երթա ինձ ասամ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյան ասում է, ես իմ մտքով չեմ կարող անցկացնել, որ Հայաստանում կարող են լինել այդքան շունշանգյալներ, որ ընդդիմադիր ուժերին ձայն կտան։ Ես ուզում եմ դուք պարզաբանեք, դուք արդյոք հասկացել եք, որ դա օրինակ ընդդիմադիր զանգվածին է Նիկոլ Փաշինյանը նկատի ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ասում է, ես վերցրել եմ ձայնագրությունից, իրենց ձայնագրությունից այդ հատվածը իրենք են կիրառել, ես չեմ կիրառում այդ որակումը։ Նա դա նշեց, հետո շատ արագ իրեն խոր տվեցին, որ ուղիղ սխալ է, դրա համար էլի փորձեց ինչ որ ուրիշի վրա կրծել պատասխանատվությունը։ Դա հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Աշխարհում մենք մեր երկրի առաջնորդը մեմ է դարել։ Instagram-ում մեմ է մեր երկրի առաջնորդը, օտար երկրներում, դա հպարտանալու բան չի։ Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Իհարկե, հայ տղամարդը խոսքի մեջ երբեմն օգտագործում է ոչ բարեկիրթ բառեր, դա ընդհանուր լեռնեցի տղամարդկանց հատուկ բան է, բայց վարչապետի աթոռը, եթե մարդը զբաղեցնում է, պաշտոնական հայտարարության ժամանակ չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել, այդ խոսույթը պետք է մենք դուրս անենք մեր խոսքերից դուրս անենք։ Նա անգամ ստիպել էր մի անգամ մենք արձագանքեցինք իրեն իր ոճով, որի համար ճիշտը որ ասեմ, ինձ դուր չի գալի այդ արձագանքման մեթոդը, ինձ դուր չի գալի այդ շփման ձևը իրար հետ, քաղաքական շփման ձևը, որովհետև դա բերում է նրան, որ փոքր տարիքի կամ երիտասարդ նոր սկսնակ մարդիկ են երիտասարդներ են մեզ դիտում ու կարող են սխալ հետևություններ անել այս աշխարհում առաջնահերթությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է, որ մինչև տարվա վերջ խնդրում է ձեր թիմակիցներ, պարոն Կարապետյան, չեք ուզում հարցնել։ մեկ անգամ հարց Ես միշտ ուզում եմ ծրացնել թիմակիցներ, Շունշանգյանը բառ օգտագործողը ձեր թիմակիցներ, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, յուրաքանչյուր մարդու, եթե իրեն ձայնագրեն ամբողջ տարվա ընթացքում հաստատ վստահ եմ։ Հարցս հետևյալն է, ձեր թիմակիցն է, թե ոչ։ Շարունակեմ, յուրաքանչյուր մարդու, եթե տարվա ընթացքում 24 ժամ ձայնագրեն, հաստատ բոլորը ինչ որ բան կասեն։ Այս մեկ, երկրորդ, թիմակիցների հետ կապված քննությունը կավարտվի, մենք կիմանանք ումն է, քանի որ ինձ խնդրել են փաստաբանները, որպեսզի ինչ որ process-ների հետ կապված մասնագիտական որակումներ չտրվի, քանի որ դա ինչ որ process-ների շրջանակներում է, բայց մի բան ասեմ, որը խոսույթը, այդպիսի խոսույթը
ես շատ եմ տեսել Ա. ազգային ժողովում իշխող կուսակցության մոտ, B. Facebook-ում իշխող կուսակցության մոտ։ Եղեք ինչ եք իշխանության Ընդունելի է, բայց ձեզ համար այդ բառապաշարը, որը վերագրում է ձեր թիմակցին։ Յուրաքանչյուր մեր հասարակության եկեք թիմակից որպես թիմակից մեր հասարակության անդամները պետք է այս խոսույթից դուրս գան։ Այս խոսույթի պատասխանատվությունը կրում է մեր քաղաքական դիսկուրսը, որ եկել է փող վիրավորանքների դաշտ։ Մենք պետք է այդ խոսույթից դուրս գանք։ Ինձ անձամբ դուր չի եկել ու չի գալիս որևէ վիրավորական խոսք։ Դա բացասական էմոցիաներ են առաջացնում։ Չկա այդտեղ հաճույք, չկա դրական բան։ Ու մենք պետք է այնպես անենք, որ փորձենք դա փոխել մեր խոսույթների մեջ։ Իհարկե, առաջի անգամ հնարավոր է ինչ-որ ձայնագրություններ լսելուց, ձայնագրություն կար, որ ես լսեցի, հաճույք ստացա, օրինակ Ղումաշյան Գոհարի ձայնագրությունը ես որ լսեցի, ես հպարտացա իր համար, որովհետև մարդը այնպիսի բաց ձևով աշխատեց զանգահարողի հետ, մարդը ասեց, որ ունեմ այսքան աշխատող, հնարավոր է ունենամ պատվերներ, առաջարկ արեց, լավ ձևով աշխատեց, ես հպարտություն զգացի։ Այնպես պետք է անենք, որ մեր բոլոր հայրենակիցները նույն ձևաչափով, նույն որակով շփում ունենան։ Պարոն Կարապետյան, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև տարվա վերջ պատասխանեք այստեղ խոսելիցը, մի րոպե հաշվասեր հարցնամ։ Երբ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ ինքը կանխատեսում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ կաղքատանա, ինչ նկատի ունի։ Դուք կարծում եք ինչ-որ գործողություններ են հաջորդելու եւ վտանգ տեսնում եք այս առումով եւ բացի այդ երկրորդ հարցը, քան որ հնարավորություն է հազիվ տրվել, Փաշինյանը ասում է, որ գլուխ կուսակցությունը հնարավորություն ունի խորհրդարան մտնելու եւ ժողովուրդը մերժելու է։ Նրանց որտեղից այս վստահությունը։ Շատ լավ։ Պատասխանեմ արդեն առաջի հարցին։ Պարոն Փաշինյանը մի պահ աստվածաբան էր։ Հետո երաժիշտ էր։ Հիմա ֆինանսական անալիտիկ է դառել, ինչքան հասկանում եմ, անալիզ է անում բիզնեսների հաջողությունները։ Գործարարությունից, տնտեսությունից պարոն Փաշինյանը շատ հեռու մարդ է։ Դա հուսով եմ իր խորհրդականները իրան արդեն ասել են, ինքը չի հասկանում ինչպես է զարգանում տնտեսությունը, ինքը չի հասկանում ինչպես են ընկերություններ ձևավորում, ինչպես է մարդը հնարավոր մի մարդ իր հայրենակիցը ստեղծի ամենամեծ հայկական կառույցը եւ անգամ իր կալանքի եղած ժամանակ հարյուրավոր միլիոնների արդյունքներ ապահովի։ Իսկ այդ արդյունքը աշխատանք է, մեծ աշխատանք է։ Պարոն Փաշինյանը տնտեսությունից չի հասկանում, ավելի լավ է ոչ աստվածաբանությունը, ոչ երաժշտությունը, ոչ տնտեսությունը իր մասնագիտություն չեն։ Սպառնալիք համարում եք, որ հնչեցնում է։ Գիտեք, եթե իր ամեն խոսքը մենք սպառնալիք համարենք, ամեն օր նա իր խոսույթներում օգտագործում է այնպիսի արտահայտություններ, այնպիսի բաներ, որ ես ուղղակի համարում եմ, որ կա խոսքի արժեքի վերաբերյալ պահանջարկ, այսպես ասած, ցենզի բավական նվազում։ Իսկ մտավախություն չունեք, որ գործողություններ կհաջորդեն։ Մենք 50 քննիչ, 8 ամիս, բոլոր process-ների մեջով անցել ենք, ինչ նոր բան պետք է լինի, ինչը լինի, թող լինի, որ մարդիկ տեսնեն, որ այս մեր անցած ճանապարհը ինչ ճանապարհ է։ Դուք ասեք, հա, երկրորդ հարկի խորհրդարան չեք մտնելու, ինքը վստահ է, որ ժողովուրդը մերժելու է։ Տեսեք, ուժերին միասնականացնելու դուք իր խոսքի մեջ առաջի հատվածն է ամենակարևորը, նա փորձում է ուժերի մեջ նույնականացում դնի, բայց մենք ունենք գործիչ, ով առաջի անգամ Հայաստանում հայտ է ներկայացրել իր համեմատ Սամվել Կարապետյանի համեմատ Փաշինյանը հին քաղաքական գործիչ է։ Կարապետյանը առաջի անգամ հայտ է ներկայացրել։ Նրա խոսույթի հիմնական նպատակը հասարակությանը ցույց տա, որ Սամվել Կարապետյանը նոր գործիչ չէ, դա բայց մարդը այսքան տարի տնտեսական գործիչ լինելով, քաղաքական հայտ է ներկայացրել, հոգնելով այս իրավիճակից երկրի, հայտ է ներկայացրել եւ գնալու է, եւ մենք վստահ ենք, որ մենք ունենալու ենք, եթե մեր հասարակությունը ճիշտ ժամանակին ընտրական process-ներին ակտիվ մասնակցի, ամենագլխավոր հարցը դա է, մենք ունենալու ենք մեծ հաղթանակ ու մեծ փոփոխություն։ Կարապետյանը բերելու է մեծ փոփոխություն։ Նա այդ քայլով միավորելով բոլոր ուժերին փորձում է ցույց տալ, որ փոփոխությունը իրեն համեմատել ինչ որ process-ների մասնակիցների հետ, ովքեր արդեն եղել են քաղաքական դաշտում, բայց Կարապետյանը նոր գործիչ է, ով միակն է, որ ունի պատասխանատվություն Հայաստանում մինչև այս եղած բոլոր դեպքերի համար, ով միակն է,
ով միայն օգնել է Հայաստանին եւ չունի որևէ պատասխանատվություն եւ առաջարկում է ելք այս ջրբաժանից ամենաանվտանգ եւ ամենաբարեկեցիկ ելքը։ Ձեր հայրն էլ չունի պատասխանատվություն հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր։ Շատ լավ հարց է, պարոն Կիրակոսյան, իմ հայրը 3 տարի հետո, 3 տարի, 2.5 տարի աշխատելուց հետո իր կամքով դիմում է գրել, մի հատ հիշեք այսօրվա 17 թվին եղել է ՀԿ խմբակցությունը, ինչ կապ ունի դիմում գրելը։ Տաշիրի падգամավոր է, նա 95 թվից Տաշիրի падգամավոր է, որից 20 տարի անկուսակցական, 8 տարի կուսակցական, բայց իր կամքով դիմում է գրել այսօր պետական պաշտոնյաներից որ մեկն է իր կամքով դիմում գրում նա ու ես դες մի գաղտնիք ասեմ դա իր երկրորդ դիմումն էր արդեն 2.5 տարվա ընթացքում քանի որ պետական ապարատի աշխատանքի ոճը իրեն դուր չի եկել կա արդյոք այդպիսի մարդ որ բարձր պաշտոնից իր կամքով դիմում գրի դուրս գա